Պարոն Հարությունյան, քաղաքը այս անգամ խիստ երաժշտական եւ շքեղ պրեմիերա տեսավ։ Այս տարի թատրոնի 160-ամյակն է եւ մենք որոշեցինք, որ պիտի ամբողջ տարին լինի թատերական ու տոնական։ Տեսնում ենք շատ հաճախ թե բեմադրողների, թե դերասանների կազմում երիտասարդ դերասաններ կան եւ ստեղծագործողներ։ Սա նոր մոտեցում է ձեր կողմից, որը բերվեց նոր շունչ հաղորդելու համար։ Հինը պիտի ամուր պահեց, բայց նորը պիտի կառուցես։ Ու հինը արմատախիլ չանես։ Ճիշտ ժամանակին չեք վախեցել վստահել երիտասարդներին։ Մեզ վստահեցին, գիտեք, եթե քեզ հետ վարվում են առաքինի, ազնիվ, դու չես կարող հակառակը վարվել։ Արդյոք թիմը պատրաստ է ընդունել երիտասարդներին։ Թատրոնը տուն չի։ Թատրոնը քո աշխատավայրն է, որտեղ դու պիտի կաց աշխատես։ Բազմաթիվ անգամներ ականատես ենք լինում նաև հյուրախաղերի։ Թատրոնը չի կարող միայն ստեղծագործել իր քաղաքի համար։ Կան ազդակներ, մեսիջներ, որոնք տալիս եք ներկայացման միջոցով։ Խոսքը նաև հենց քաղաքական խնդիրների մասին է։ Իմ անհանգստությունները ես ներկայացնում եմ իմ պիեսներով։ Բարև ձեզ, այսօր տաղավարում հարցերն ուղղելու ենք Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, քաղաքը այս անգամ խիստ երաժշտական եւ շքեղ պրեմիերա տեսավ։ Խոսենք ինչպիսին էր այս համագործակցությունը 160-րդ թատերաշրջանի բացման մասին խոսենք, ինչպես որոշվեց, որ այս անգամ այս երանգով եք ներկայանալու։ Տեսեք, շատ առիթներ եմ ունեցել ասելու, որ այս տարի թատրոնի 160-ամյակն է եւ մենք որոշեցինք, որ պիտի ամբողջ տարին լինի թատերական ու տոնական եւ Գյումրու Վարդանաջեմյանի մենք որոշեցինք, որ ամբողջ տարվա ընթացքում միջոցառումների շարք ենք ունենալու եւ պրեմիերաներ եւ հյուրախաղեր։ Եվ տարին Գյումրու Վարդանաջեմյանի անվան թատրոնը սկսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ հյուրախաղերով փետրվար-մարտ ամսին, հենց փառատոնի 160-ամյակի շրջանակներում նախարարության աջակցությամբ թատրոնը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ խաղաց 3 ներկայացում։ Հետ վերադարձանք ու ունեցանք 2 նոր առաջնախաղ, որոնցից մեկը շատ խորհրդանշական էր, դա Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակին նվիրված աշխատանքներ, որի հենց հեղինակը ինքն էր, ռեժիսորը, 3 անունով մի աղջիկ, 1 շաբաթ առաջ եղավ առաջնախաղը եւ շատ հետաքրքիր էր նրանով, որ 35 տարի առաջ ինքը դա բեմադրել էր։ Եվ երբ մենք ցանկություն ենք իր Հոբելյանը նշելու, ինքը ասաց, որ ես ուզում եմ առաջնային ինձ համար լինի Հոբելյանը, ոչ թե ես նստեմ ու իմ ծնունդը նշենք, այլ ես բեմադրություն իրականացնեմ։ Եվ 80 տարեկան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյան 80 տարեկանում արեց ներկայացում ու ես կարծում եմ շատ լավ ներկայացում։ Բայց պիտի շարունակվեր, դա ինչպես մենք խոստացել ենք մեր գյումրեցի հանդիսատեսին եւ որոշեցինք, որ այս տարի, քանի որ ամեն անգամ մի քիչ ավելի պաշտոնական էր 160-ամյակի տոնական միջոցառումը այլ կերպ անենք։ Անընդհատ Գյումրու Վարդանաջեմյանի անվան թատրոնի դերասանները խաղում են, իրենց միշտ տեսնում են։ Որոշվեց մի ձևաչափ, որտեղ այդ օր իրենք չեն խաղա։ Կերքեն, կպարեն, իհարկե խաղ է կար այդ ամեն ինչի հետ մեկտեղ եւ մտահղացում եղավ թատրոնի երիտասարդ ռեժիսորներից Ռաֆայել Ասատրյանի մոտ, որ քանի որ Տաթևն էլ Հակոբյան թատրոնում է, հենց բոլորը իրեն գիտեն որպես բոհեմ ներկայացման ռեժիսոր, բայց ունի նաեւ վոլկասիկ երաժշտական խումբ, համագործակցեն եւ երկուսով մտահղացում եղավ, որ երկեն դերասանները, բայց ոչ միայն երկեն, այլև ինքը պիտի լինի արտիստիկ, ինքը պիտի այդ երկերը բեմադրված լինի ու թատերականացված պիտի լինի։ Իրենց խմբին միացավ Արինա Արարատյանը, որի համար ես շատ ուրախ եմ, հետագայում մոտ միացավ Լուսինե Խաչատրյան եւ հասկացանք, որ ինքը չպիտի լինի միայն համերգ, ինքը պիտի լինի համերգ ներկայացում։ Եվ այնպիսի բան պիտի լինի, որ ինքը թատրոնի խաղացանկում մնա, որ դերասանները կարողանան այս ձևաչափով էլ ներկայանան։ Եվ ծնվեց հենց այս արտիստիկ համերգը, բայց դրանով էլ չէր կարող սահմանափակվել, որովհետև միայն տոնական երեկոն դրանով չէր լինի։ Եվ որոշեցինք, որ թատրոնի 160-ամյակին նվիրված պիտի ունենանք ֆոտոալբոմ նվիրված 160 տարիների պատմությանը։ Սա շատ կարևոր է, որովհետև ինքը հզոր պատմություն ունի եւ արդեն այդ գիրքը կա, ալբոմը կա ու շատ ուրախ եմ մեր լավագույն հանդիսատեսները կունենան դրանից, մեր մյուս թատրոնների գոլեգաները կունենան դրանից, ասեմ, որ այդ ամբողջ երեկոն կազմակերպված էր ՀԳՄՍ նախարարության աջակցությամբ, որտեղ ինքը բավականին բարդ էր։ Ունեցանք արդեն 160 տարիների ֆոտոների ցուցադրություն, որոնք մշտական կմնան այդտեղ, բավականին բարդ աշխատանք էր, բայց ինքը կլինի եւ նոր զգեստների ցուցադրության ստենդերի ցուցադրություն եղավ, այսինքն մի ամբողջ տոնական երեկո այդպես պիտի մուտքից շարունակվեր եւ արդյունքում ծնվեց մեր հետաքրքիր, ես կարծում եմ կարծիքներ եմ լսել եւ հանդիսատեսի, որ իրոք ինքը
ստացված էր, բավականին բարդ աշխատանք էր, որովհետև մոտ 3-4 ամիս իրենք աշխատել էին այս գործի, որպեսզի կարողանային ճիշտ ներկայանալ ու ունեցանք այն ինչ ունեցանք։ Ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք եւս 2 նոր առաջնախաղ կունենանք եւ այսպեսով Գյումրու Վարդանաչյանի անվան թատրոնը կնշի մինչև տարեվերջ իր 160-ամյակը։ Շատ լավ եւ այ կա կարծիք, որ մեր թատրոնը, եթե ոչ ամենահին թատրոններից մեկն է Հայաստանի Հանրապետության, բայց տեսնում ենք շատ հաճախ թե բեմադրողների, թե դերասանների կազմում երիտասարդ դերասաններ կան եւ ստեղծագործողներ։ Սա նոր մոտեցում է ձեր կողմից, որը բերվեց նոր շունչ հաղորդելու համար թատրոնին հատուկ է, այսինքն այս ամենը կարևոր։ Այդ փոփոխությունները պայմանավորված չի անձով Լյուդվիգ Հարությունյանով, դա այդպես ավանդույթ կա այս թատրոնում, որ միշտ շատ անգամներ եմ ասել, հինը պիտի ամուր պահես, բայց նորը պիտի կառուցես ու հինը արմատախիլ չանես։ Մենք ինքներս երբ ուսանողական տարիներին արդեն թատրոնում ենք, մեծ սիրով ընդունել են։ Այս թատրոնը ունի մի ավանդույթ, որ եթե այդ տվյալ երիտասարդը շնորհալի ասելիք ունի, ուրեմն տեղ ունի այդ թատրոնում։ Եվ մեզ այդպես ընդունել են։ Մի ամբողջ մեծ խումբ այդտեղ է ավարտվել Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտները եւ այդ ավանդույթը շարունակվում է այսօր կարելի ասել թատրոնի 70% երիտասարդներ են ու սա շատ ճիշտ է ու շատ լավ է որ պրոֆեսիոնալ տարեց դերասանների կողքին լինեն երիտասարդներ ոչ միայն դերասաններ այլ նաեւ ստեղծագործողներ թատրոնը մոտ արդեն 10 տարի եթե չեմ սխալվում շատ-շատերը մեզ մեղադրեցին երբ թատրոնից հանեցինք ռեժիսոր հաստիկը Ինչի, որովհետև սա սահմանափակում էր երբ որ դու ունես ռեժիսոր ով աշխատում է այդտեղ արդեն պարտավոր է միմիայն ինքը բեմադրություն անել կամ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Կարծում եմ բոլորը գիտեն որ գեղարվեստական ղեկավարը ես եմ բայց ես տարին գուցե մեկը բեմադրություն անեմ իսկ այս դեպքում մայրաքաղաքից Գյումրիում մենք ունենք շատ լավ ռեժիսորներ որոնք բեմադրություն են իրականացնում եւ նաեւ բացե մեր թատրոնի բեմային մարդկանց համար ովքեր հետաքրքիր նոր նախագծեր ունեն եւ վերջի 5-6 տարիների ընթացքում մայրաքաղաքից ու տարբեր տեղերից հրավիրվում են ռեժիսորներ ու բեմադրություն են անում այսինքն պիտի կարողանա տարբեր գեղագիտություններ մտնի թատրոն տարբեր միտք կա թատրոն, սա միայն իշա թատրոնի է եւ այդպես ոչ միայն ռեժիսորներ, նաեւ նկարիչներ, երաժիշտներ եւ դերասաններ։ Նույնը մենք ենք անում, այսինքն մեր ստեղծագործական խումբը մեկնում է Երևան 2 ամիս առաջ ես մեր թատրոնի դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Կապոյանի հետ բեմադրություն իրականացրեցի ու շատ ուրախ եմ։ Ինձ համար խորհրդանշական է այդ թատրոնում բեմադրություն իրականացնելը, դա Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում բեմադրություն արեցինք Ֆիլոմենա Մարտուրանոն։ Այսինքն թատրոնը պիտի կարողանա այդ փորձի փոխանակումը լինի, որը իշա միմիայն թատրոնին է։ Այսինքն սա խոսում է նաև այն մասին, որ ճիշտ ժամանակին չեք վախեցել վստահել երիտասարդներին։ Մեզ վստահեցին։ Գիտեք, եթե քեզ հետ վարվում են առաքինի, ազնիվ, դու չես կարող հակառակը վարվել։ Երբ ես ընդամենը կարելի ասել 2014 թվականին տակավին շատ ես կարծում եմ այդ ժամանակ դեռ երիտասարդ էի ու ինձ վստահեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար լինել որը պատասխանատու էր ու շատ կարևոր էր այլ կերպ չի կարող լինել եթե քեզ հետ վարվում են այդպես դու էլ պիտի կարողանաս դա շարունակել ու առավել եւս դու հասկանում ես մի կարևոր բան որ ես երբ մի սկզբունք կա էլի թատրոնը ինձ համար շատերն ասում են թատրոնը թե իմ տունն է ոչ թատրոնը տուն չի Թատրոնը քո աշխատավայրն է, որտեղ դու պիտի գաս, աշխատես ու կա ժամանակահատված, որ դու այդ աշխատանքի վայրը պիտի լքես, մեկ ուրիշը պիտի գա ու անի։ Սա շատ կարևոր է, որ մեկ անձով պայմանավորված չլինի։ Գյումրու թատրոնի առանձնահատկությունը հենց դա է, որ թատրոնը Լյուդվիգ Հարությունյանը չի կամ Արամ Կարապետյանը, այլ ամբողջ մի մեծ խումբ է ու իրենցով է պայմանավորված այդ բոլոր հաջողությունները։ Բայց հենց այդ խմբում նույն նաև Նիկոլայ Ծատուրյանը 80-ամյա մարդ է, ով թատրոնի ուղի կես տարիք ունի, այսինքն արդյոք բարդ չէ այն դերասանների կազմի համար, ովքեր երկար ուղի են անցել, վստահել երիտասարդներին։ Այս սեփական փորձով նաև նշեցիք, որ ձեզ վստահել են ճիշտ ժամանակին, մեկ բան է, երբ վստահում է ստեղծագործողը, մեկ այլ բան, երբ ենթարկվում է թիմը, արդյոք թիմը պատրաստ է ընդունել երիտասարդներին։ Երբ թատրոնում մենք հավաքվեցինք արհեստական խորհրդով ու որոշեցինք, որ 160-ամյակը պիտի վստահենք երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանին։ Ամենակարևոր բանը գիտեք, հավատ ունեն միմյանց հանդեպ, նվիրվածություն եւ թիմային աշխատանք եւ հավատում են Ռաֆայել Ասատրյանին, որ կարող է
160 տարեկան թատրոնի հոբելյանական երեկոն նշել։ Հավատում են Արտուշ Միքայելյանին, որ իրավունք ունի ու կարող է լավ բեմադրություն անել, ինչպես արեց տունը սահմանին։ Այսինքն չի կարող այդ հավատից է ծնվում ամեն ինչը, իհարկե պարտություններ կան, բայց ամենակարևորը, երբ որ նպատակը մեկն է, որ բոլորը պիտի ծառայեն թատրոնին, որովհետև գիտեք, շատ դժվար է։ Արվեստի ճյուղերից ամենաբարդը, ես միշտ այդպես եմ ասում, թատրոնի համար է 21-րդ դարում։ Պիտի կարողանաս այդ ժամանակի շունչը պահել քո մեջ, պիտի կարողանաս 21-րդ դարում, երբ զարգանում է տեխնիկան, ինտերնետը, դու պիտի կարողանաս այնպես անել, որ թատրոնը համահունչ գնա ժամանակին։ Իհարկե մեր ամենակարևոր այսպես զենքը մեր անկեղծությունն է ու կենթանի խոսքը ու կենթանի արվեստը, բայց պիտի լինի նոր մտքեր ու նոր գաղափարներ եւ ամենակարևորը վստահություն։ Այդ վստահության շնորհիվ, երբ ես բեմադրում էի հարսանիք թիկունքում արդեն մի քանի տարի առաջ գլխավոր դերակատարի համար տարբեր մարդիկ կային թատրոնում, որոնք փորձում էին երիտասարդներ, եւ ընտրվեց ամենաերիտասարդը, որը դեր թատրոնում դերասանը չէր, Տարուն Գրիգորյանը, այդ ժամանակ երկրորդ կուրսում է եղել։ Այսինքն հնարավոր է, որ ներկայացման մեջ գլխավոր դերում հանդես գա ընդամենը նոր ուսանողական աթոռից դուրս եկած կամ դեռ ուսանող ու սրա կողքին մեր պրոֆեսիոնալ դերասանները տարիների փորձ ունեցող օգնում են իրենց։ Գիտեք ինչի են օգնում, որովհետև իրենք չունեն ինքնաթերարժեքություն։ Իրենք գիտեն իրենց տեղը, իրենք գիտեն իրենց վաստակը եւ դա էլ ավելի բարձրացնում է իրենց ու միանշանակ իշա թատրոնին անում ինչ որ անում են։ Եվ խոսենք նաև թատրոնը բնականաբար այս բոլոր մշակութային առավելություններից ունի նաև խնդիրներ, որը վերջին տարիներին գոնե մեկը լուծվեց, դա դիմապակիների մասին է խոսքը։ Սա ինչ քայլերի հերթականությամբ եղավ, արդյոք ի վերջո Գյումրիում ամենամշակութային կենտրոնին ուշադրությունը մեծ էր պետության կողմից, թե դա ձեր եւ ԶԼՄ-ների բարձրաձայնման միջոցով եղավ։ Նախ ասեմ, որ այս բոլոր փոփոխությունները եւ ոչ միայն պատուհանները այս թատրոնը այս քաղաքինն է եւ քաղաքից բացի այս երկրինն է ու թատրոնի մասին մտածում են ոչ միայն քաղաքի պաշտոնյաները, այլ նաեւ երկրի պաշտոնյաները ու այդ փոփոխությունները էլի կրկնում եմ ինձանով չէր պայմանավորված, որովհետեւ տեսնում են, երբ թատրոնն աշխատում է, տեսնում են ու վերջի կարող եմ վստահ ասել 6-7 տարիների ընթացքում թատրոնում կատարվել է ահռելի աշխատանք։ Ինչպես կարելի է չնշել, դա կարծում եմ թատրոնի համար ամենալավ նվերն էր, երբ փոխվեց պատուհանները։ Ես հիշում եմ, մեր առաջին հանդիպումը ժամանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանն, երբ հանդիպեցինք ապակիների հետ կապված, բավականին բարդ էր, բայց լուծվեց ու շատ լավ լուծվեց։ Դրանից հետո շարունակվեց որմնանկարը, ես կարծում եմ շատերը գիտեն թե ինչ որմնանկարի պատմություն կար, որմնանկարը տեղափոխվեց, որովհետև թատրոնը զրկված էր լույսից եւ ճիշտ տեղում հայտնվեց եւ այսօր էլ մենք էլ կարծում եմ ովքեր հիմա լինում են ջեմասրահում տեսնում են։ Այսօր թատրոնի տնօրենը արդեն լուծում է այդ հարցը պետության միջոցով, Արամ Կարապետյանը շատ կարեւոր է հետամուտ լինել, իսկ մեր տնօրենը շատ հետամուտ է այդ հարցերում, այսօր կարողացել են պետության կառավարության աջակցությամբ մինչեւ տարեվերջ ես կարծում եմ թատրոնի ձայնային եւ լուսային ամբողջ համակարգը նոր է լինելու։ Իսկ սա ամենակարևոր բանն է։ Թատրոնը պարբերաբար մեկնում է տարբեր փառատոնների եւ չի կարող մենակ իր ուժերով եւ այստեղ էլ նաեւ նախարարության աջակցությունն է։ Գիտեք խնդիրն ինչու՞մ է։ Ես ված չեմ զգում, այն օրը միջոցառման ժամանակ բեմից ասեցի, արվեստագետը պիտի չկորցնի իր ակնածանքը թատրոնի հանդեպ, իսկ մարդը պիտի ունակություն ունենա շնորհակալ լինել։ Իսկ թատրոնը շնորհակալ է լինում իր աշխատանքով, իր նվիրված գործով եւ զբաղվում է իր գործով։ Եվ այն մարդիկ, ովքեր տեսնում ու աջակցում են, ես վստահ կարող եմ ասել, որ պետության ուշադրության կենտրոնում է ոչ միայն Գյումրու թատրոնը, այլ Հայաստանի բոլոր մշակութային օջախները։ Առաջնախաղին ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարը եւ մենք որպես լրագրողներ եւս հարց ուղղեցինք հաջորդ խնդրին, որովհետեւ թատրոնը մեզ համար եւս հարազատ է եւ գիտենք նաև խնդիրները, ջերուցման կաթսայական մասն է հարցը, սա եւս առաջնային խնդիր է, որը պետք է լուծվի, որովհետեւ մենք այս մասով օրինակ դիմեցինք Ժաննա Անդրեասյանին եւ ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում է։ Նախ ասեմ մի շատ կարեւոր բան, երբ որ ես նշեցի թատրոնը քաղաքինն է, թատրոնը նաև քաղաքի լրատվամիջոցներինն է։ Գիտեք ինչի եմ ասում, ամենադժվարին պահերին, երբ որ հարցեր կա, որոնց մասին բարձրաձայնում են։ Դուք շատ առիթներ եք ունեցել ընդ ձեր հեռուստատեսությունը ու բոլոր, այսինքն լրատվական կայքերը յուրաքանչյուր խնդրի արձագանքում են ու արձագանքում են ոչ միայն անտարբեր որպես լրատվամիջոց, այլ ցավով։
Ես հիշում եմ բոլոր լրագրողներին ինչպես էին արձագանքում որմնանկարի պատմությանը ու շատ հարցեր կա, որ հենց լրատվամիջոցների միջոցով է բարձրացվում, շնորհակալ եմ այդ թեմային, չնայած որ արդեն դա նախարարության ուշադրության կենտրոնում է, որտեղ կարելի ասել 30 տարուց ավել շատ անմխիթար վիճակում է եւ թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը արդեն դիմել է նախարարություն եւ ինչպես Տիկին Անդրեասյանն ասեց, առաջիկայում կլուծվի, որտեղ շատ կարեւոր է ու ես վստահ եմ, որ այդ խնդիրը կլուծվի, որովհետև ջերմության, գիտեք, Գյումրու թատրոնը նաև քաղաքում իհարկե ունենք մարզամշակութային կենտրոն, բայց տարբեր միջոցառումներ են իրականացնում եւ շատ կարեւոր է, որ ինչպես լուսային եւ ձայնային, այդպես էլ նաև ջերմության համակարգը նոր լինի, որովհետև բավականին բարդ է ու ահավոր հին է, բայց վստահ եմ այդ հարցները շատ շուտով կլուծվի, ինչպես խոստացան։ Եվ հիմա շատ ուրախալի փաստ կա, երբ տեսնում ենք, որ երբեմն անգամ մենք չենք հասցնում տոմսեր ամրագրել, որովհետև շատ արագ ավարտվում է, սա խոսում է թատրոնի բեմադրած նոր որակի մասին, բայց մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք լինում նաև հյուրախաղերի։ Այս հյուրախաղերը արդեն եթե հաշվի առնենք, երբ ավելի շատ սկսվեց, օրինակ անցած տարվանից մենք տեսնում ենք շատ ավելի մեծ հյուրախաղեր, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես եւ դուք նշեցիք, սա ինչի մասին է խոսում, որ արդեն նվաճել եք այն, այսպես ասած, ձեր թեմ դրած ստանդարտները, որոնք պետք է ունենայիք քաղաքում եւ հիմա գնում եք սահմաններից դուրս, ոչ միայն քաղաքի, այլ նաև երկրի։ Գիտեք, սա պայմանավորված է հենց այն մտքով, որ թատրոնի իր դռները պիտի բացի։ Ես իհարկե սիրում ու խոնարհվում եմ գյումրեցի հանդիսատեսի առաջ, բայց թատրոնը չի կարող միմիայն ստեղծագործել իր քաղաքի համար։ Պիտի քաղաքից դուրս ներկայանա, ասի, որ մենք թատրոն ենք, մենք գոյություն ունենք եւ ամենակարևորը, նաեւ պիտի կարողանա շատ ուշադիր լինի, թե ինչ է կատարվում համաշխարհային թատրոնում։ Եվ մենք որոշեցինք, որ պիտի թատրոնի ներկայացումները բազմաշերտ լինեն։ Դրա համար հրավիրվեցին տարբեր ռեժիսորներ, որոնց ներկայացումները գյումրեցի շատ ներկայացումներ կա, այսպես ասեմ, որ գյումրեցի հանդիսատեսը չի ընկալում, բայց այլ երկրու փառատոներին ընդգրկված է եւ լավագույն մրցանակներն է տանում։ Ինչպես վերջին ներկայացումը տունը սահմանին մենք հատուկ մրցանակի արժանացանք Արտուշ Միքայելյանի Ղազախստանում, վերջերս ենք այնտեղ։ Տաթև Մերկոնյանը երբ բեմադրություն իրականացրեց շարքային թռչնակը 2 տարի առաջ մենք Պետերբուրգում նորից մրցանակի արժանացանք։ Գիտեք ինչով է պայմանավորված, որ պիտի կարողանաս հյուրախաղեր ունենալ Հայաստանի տարբեր մարզերում, պիտի լինի Գյումրու Վարդան Աջեմյանի անվան թատրոնը։ Բայց երբեմն ասում ենք, որ լավ կլինի, որ իրենք Գյումրիում ներկայացումն այն այդտեղ կա, իսկ Հայաստանից դուրս ընտրում թատրոնի խաղացանկը բազմաշերտ է եւ սա թույլ է տալիս թատրոնին դիմել եւ ասեմ ոչ միայն դիմել, այլ հրավերներ ստանալ։ Առաջիկայում մենք ունենք 2 հրավեր, 2 փառատոն 26 թվականին, կարծում եմ եթե ոչ երկուսին, ուրեմն մեկին կմասնակցենք, որտեղ գիտեք, փառատոններ կա, որ բավականին բարդ է, քանի որ մեր թատրոնի ներկայացումները բավականին մոնումենտալ են եւ այդ ամբողջ դեկորացիան պատրաստվում է։ Միացյալ Նահանգներում դեկորացիաները պատրաստվել են 2 մեծ ներկայացում։ Ղազախստանում մեր տունը սահմանի ներկայացումը հենց այնտեղ փառատոնը պատրաստել էր, որովհետեւ մենք սկզբունքներ ունենք, որ եթե գալիս ենք, մենք չենք կարող փոքր խմբով կամ այսպես մի 2-3 հոգանոց ներկայացում լինի կամ 2-3 աթոռ տնենք ու ներկայացում խաղանք։ Պիտի պահպանվի ներկայացման նկարչական ձևավորումը, մենք արդեն թելադրում ենք նաև մեր պայմանները։ Պարտադիր չի, որ դու այդ փառատոնին գնաս։ Մենք ենք ընտրում, թե մենք որ փառատոնին պիտի մասնակցենք ու սա գոռոզություն չէ, սա աշխատանքի արդյունք է, մի մեծ թիմի աշխատանքի արդյունք։ Այո, շատ եմ լսում այն կարծիքը, որ Գյումրու թատրոնը ամենաամբիցիոզ մշակութային կենտրոններից մեկն է եւ դա պատիվ է նաեւ մեզ համար։ Գիտեք, չգիտեմ այդ ամբիցիոզ ինչպես ես սիրում եմ, որ գնահատեն թատրոնը։ Ես չեմ սիրում, երբ թատրոնի հանդեպ անփույթ են վարվում։ Առավել եւս մարդիկ, ովքեր իրավունք չունեն։ Ես կարծում եմ այլի կրկնվեմ, այս թատրոնը այս քաղաքինն է, այս պետությանն է ու շատ կուզենամ, որ հարգալից լինեն թատրոնի հանդեպ։ Գիտակցեմ, որ սա մի թատրոն է, մեծ ու հզոր թատրոն է ու ավանդույթ ունեցող թատրոն է։ Եվ երբեմն գուցե մի քիչ կոպիտ, բայց պիտի այո ասես, որ զգուշի վարվեք թատրոնի հետ, որովհետև թատրոնը ամենակարևորը, ինքը ազնիվ է։ Ինքը իր գործունեության մեջ ազնիվ է, ինքը չի շեղվում իր ճանապարհից, ինքը զբաղվում է միմիայն իր գործով։ Եվ շատ կարևոր է, որ այդ նույն հարգանքից վերաբերմունք ունենան թատրոնի հանդեպ։
սկսած հանդիսատեսի մուտքից ես հանդիսատեսից պահանջում եմ շատերը մտածում են որ դա սխալ է երբ որ մենք խնդրեցինք որ 7-ին եթե ներկայացումը սկսվի դուրը փակվի գիտեք սա հարգալք է արտիստի հանդեպ ու թատրոնի հանդեպ 7:30 8-ին 15 պակաս հանդիսատեսը գալիս է իսկ դուք գիտեք ես շատ սիրում եմ Գյումրեցի հանդիսատեսին բայց գուցե 8-ին 20 պակաս կա ու ինքը որոշի որ ինքը պիտի մտնի թատրոն չէ այդպես չի յուրաքանչյուրի աշխատանքը պիտի հարգենք թատրոնում պիտի հավաքարարի աշխատանքը հարգես մաքրությունը հետևեց կարգ ու կանոնը շատ կարևոր բան է ու ես այդ երբեմն ըմբոստություններ է լինում երբեմն դժգոհություններ է լինում սա միայն պայմանավորված է նրանով որ զգուշ վարվեք թատրոնի հետ եւ հարգեք թատրոնը իսկ այս զգուշավորությունը այ որպես ստեղծագործողներ ձեր կողմից կա այսինքն բնականաբար մենք ապրում ենք մի երկրում եւ իրավիճակները եւ մեր եւ ձեր համար པարզ են կան ազդակներ հա մեսեջներ որոնք տալիս եք ներկայացման միջոցով խոսքը նաեւ հենց քաղաքական խնդիրների մասին է որոնք վերջին տարիներին երկրում կատարվում են օրինակ ինքած Բերդի իշխանուհին շատերն ասում են որ հենց պայքարի չհանձնվելու ես միանգամից պատասխանեմ ձեր հարցին շատերը մեզ հարցնում են ես իմ կյանքում երբեք հրապարակում այսինքն դուրս չեմ գալիս իմ մարդ որպես քաղաքացի մասելիքը իմ անհանգստությունները ես ներկայացնում եմ իմ պիեսներով որպես մարդ ինչ ասելիք ունեմ ինչ է ինձ անհանգստացնում ես կարծում եմ այն մարդիկ ովքեր դիտել են եւ հարսանիք թիկում ես տվյալ դեպքում խոսում եմ իմ մասին եւ Մաուգլի ներկայացումը եւ Խավարի առաքյալները եւ ինքած Բերդի իշխանուհին Մաուգլի ներկայացումը երբ բեմադրեցինք, այստեղ մենք խոսում ենք միասնության մասին։ Ներքին բարակտում չպիտի լինի։ Նույնիսկ կենդանիները, երբ զգում են թշնամին, արտաքին թշնամին մոտենում է, իրենք համախմբվում են։ Ասելիքը դա է, իմ ասելիքը ես այդպես կարող եմ ասել։ Ես խոսում եմ ինքած Բերդին, կարծում եմ յուրաքանչյուրի համար, որ իհարկե վրեժը լավ բան չի, բայց պիտի կարողանաս դու ամուր լինել, պիտի կարողանաս թատրոնը պիտի տասեր, պիտի համերաշխության մասին խոսի, պիտի խոսի ինչու՞ չէ նաև բեք աղաբարների մասին, որոնք օգնում են, լավատեսություն պիտի տա, բայց իր առաքելությունը միմիայն դա է, ինչպես ես համեմատում եմ բժիշկների հետ, ասում եմ իրենք բուժում են, մենք էլ ենք բուժում մենք էլ ենք կոփում, բայց այդ ասելիքը պիտի լինի նուրբ, գեղագիտորեն, ճաշակով եւ չլինի գրեհիկ։ Ես կարծում եմ շատ կարեւոր է որ թատրոնը միշտ ունենա իր ենթաշերտ ներկայացումը պիտի ունենա իր ենթաշերտերը։ Եթե չունի մի քանի շերտ, դա շատ վատ է։ Ու եթե այդ ենթաշերտը իշա ազգին է, իշա քաղաքին է, իշա երկրին է, միմիայն ես ուրախ եմ դրանով։ Այո, օրինակ ներկայացումներից հա վաճառված տոմսերի քանակը եւ հասարակության մոտեցումը դեպի ներկայացումներ շատ անգամ խոսում է հասարակության հոգեբանական վիճակի ու մոտեցման մասին։ Որ ներկայացումն է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցել ըստ այդմ երևի պատկերացում կազմում թե նաեւ ինչ է ուզում տեսնել մեր ժողովուրդը։ 161-ի Հոբելյանների շրջանակում երբ ասուլիս էր, թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը նաեւ թվերի լեզվով խոսեց ու հարց տվեցին թե որ ներկայացումն է վերջի շրջանում եղել։ Ճիշտ ասած չգիտեմ ինչով է գուցե եւ որ պատմական է կամ գուցե հայ հեղինակ է այս պահին եթե թվերի լեզվով խոսեց ամենապահանջված ներկայացումը ինքած Բերդի իշխանուհին է որը միշտ լեփլեցուն է, չնայած վստահ կարող եմ ասել, որ բոլոր ներկայացումներն են դիտում, բայց վերջի շրջանում ես կարծում եմ դա պայմանավորված է ոչ թե անձով ռեժիսորի աշխատանքով, այլ առաջին հերթին, որ մենք Լևոն Շանթե հայ հեղինակ է եւ պատմական գործ է, ինչպես թատրոնի խաղացանկում ունեցել ենք Վիլյամ Շեքսպիր, որը միշտ լեփլեցուն է եղել, լիրարկա ներկայացումը։ Ամեն ներկայացում ունի իր հանդիսատեսը, մենք նաեւ աշխատում ենք պատանի հանդիսատեսի հետ։ Իարիտից օգտվելով ես ուզում եմ ասել, որ քաղաքում շատ դպրոցներ կան, որ շատ լավ համագործակցում են թատրոնի հետ, բայց ինչ է, ոչ թե դպրոցները տոմս պիտի վաճառեն, ստիպեն երեխաներին գնել, նախ ասեմ, որ այդ խնդիրը չկա, քանի որ հիմա արդեն նախարարությունը տալիս է անվճար տոմսեր եւ գալիս են նայում են, բայց դա էլ պիտի լինի կրթական։ Թատրոնը այսօր ուսումնասիրում է թե դպրոցներում հայ գրականությունից ինչ առարկաներ են անցնում, ինչ հեղինակներ։ Լինի դա Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Հակոբ Մնձուրի, Մուշեղ Կարշոյան, Հրանտ Մատևոսյան եւ այդ հեղինակներն է բեմադրում, որպեսզի երեխան դպրոցում երբ որ ուսանում, այսինքն անցնում է այդ առարկան կամ տվյալ հեղինակին, հետո դրա այդ հեղինակի աշխատանքը տեսնում է թատրոնում։ Մենք համագործակցում ենք նաեւ իհարկե ոչ բոլոր դպրոցների հետ, բայց շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եւ մենք էլ մեր մասով ենք ինչքան հնարավոր է կրթում։ Եվ պատանի հանդիսատես ունենք շատ որ ներկայացումներ դիտում են, կարևորը գիտեք ինչու է, չկա մեկ ուղղություն, մեկ ռեժիսորի աշխատանք, տարբեր։ Եթե թատրոնում այսօր ունենք 20 ներկայացում, հավատացեք 20-ից կան ունեն առանձին 17 ռեժիսորներ։ Եվ միանշանակ այս բազմազանության մեջ քեզ գտնել որպես հանդիսատես հնարավոր է։ Շատ կարևոր բանի մասին խոսեցիք, ես հիշում եմ, ես ինքս դպրոցական եմ եղել եւ հիշում եմ այդ
ժամանակները, երբ մենք դպրոցում գնում էինք այդ տոմսերը, որովհետև բերում էին դպրոց։ Այ հիմա ես շատ ուրախ եմ նաև նշել այդ փաստը, որ չկա, ինչպես նշեցի, չկա այդ արդյունքը, որովհետև անգամ ցանկության դեպքում երբեմն չենք հասնում տոմսեր գնել։ Սա եւս խոսում է, չէ՞, թատրոնի այդ օրգանիկ աճի մասին, որը եղել է բնականաբար։ Գիտեք, դա այդ պատանի հանդիսատեսը ապագա հանդիսատեսն է արդեն մեր, ինչպես կարևորում եմ տիկնիկային թատրոնի հանդիսատեսը, որը պիտի մեծանա, պատանի հանդիսատեսը կա։ Ինքը արդեն մի քանի տարի գործում է, այս անվճարաբոնիմենտները հաճախում են, երբեմն դպրոցներ կա, որ իրենք պահանջում են այլ ներկայացումներ, իհարկե մենք չեմ թույլատրում, որտեղ ներկայացումներ կա, որ չի կարելի դիտել, բայց այդ ներկայացումները, որոնք ծրագրային են, որոնք տրվում է ցանկը, նախարարությունը հաստատում է եւ գալիս են նայում են եւ ասեն, որ վնաս չի։ Եվ այն ցուցանիշները, ինչ հաճախում են այսօր Գյումրու Վարդան Աջեմյանի անվան թատրոն անվճար աբոնեմենտներով, խոսում են այն մասին, որ երեխաները սիրում են թատրոնը։ Գիտեք, ես շատ եմ կարևորում, որ տոմսը չես տանում ու ստիպում վաճառես։ Երբ որ մարդը մոտենում է, շատերը մեզ հարցնում են, թե Երևանում այդպես չի, այլ կասաների չեն մոտենում տոմս գնում։ Մենք պահում ենք այդ ավանդույթը, որ հանդիսատեսը դեռ, որտեղ on-line հարթակով են գնում, բայց մենք կասա ունենք ու մոտենում են, որտեղ գյումրեցի հանդիսատեսը սիրում է ինքը գա, հատուկ իր տեղը գտնի ու գնի, սա շատ կարևոր է ու այն հանդիսատեսը, ով ինքն է գալիս ու գնում տոմսը, ինքը էլ ավելի ակտածանք ունի թատրոնի հանդեպ։ Իսկ երբ թատրոնը գնում է, խնդրում է, ստիպում է կամ տարբեր մեթոդներով փորձում է վաճառել իր տոմսը, ես կարծում եմ տվյալ հանդիսատեսը հարգալի չի լինի թատրոնի հանդեպ։ Թող փորձեն գտնել տոմսերը, թող փորձեն իրենք գալ ու գնել։ Նշեցիք այս տարի այլ առաջնախաղեր եւս լինելու են, կարող եք պատմել փոքր բացել փակագծեր։ Իհարկե, մեկ առաջնախաղը մինչև տարեվերջ հանդիսատեսը կտեսնի, նորից կրկնեմ, որ առաջին աշխատանքն է իր, բայց արել է շատ լավ։ Հասմիկ Սուվայրյանը, թատրոնի դերասանուհի, որ արդեն երկար տարիներ մանկավարժական փորձ ունի եւ թատրոնում խաղում է, մենք վստահեցինք իրեն թատրոնի խորհրդով, որ ինքը բեմադրություն իրականացնի։ Եվ մի շատ գեղեցիկ ներկայացում է բեմադրել մյուզիկլ Երկարագուրպա Պեպին, որի առաջնախաղը կլինի դեկտեմբերին եւ ամանորյա ներկայացում կլինի, որը կարծում եմ շատ սիրուն ու շատ գունեղ ներկայացում է։ Մինչ այդ Մհեր Մկրտչյան փոքր բեմում նորից տակավին երիտասարդ շատ երիտասարդ ռեժիսոր իր առաջին աշխատանքը կլինի, Նադեժդա Սարգսյանը կներկայացնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում այդ երեխան պիեսը, որը կարծում եմ շատ հետաքրքիր է, որովհետև բացի քո հայ հեղինակներից դու պիտի կարողանաս այլ ազգի հեղինակներ էլ բերել թատրոն, տվյալ դեպքում ես խոսում եմ Ժոել Պոմրայի մասին, ֆրանսիական ժամանակից դրամատուրգ է, որի երբ որ համեմատում ես ու տեսնում ես շատ նման բաներ կա մեր ազգին ու կարծում եմ այդ ներկայացումը թատրոնի խաղացանկում կծնվի նախ եւ երկար ժամանակ կլինի խաղացանկում։ Այսինքն երկու առաջնախաղ պարտադիր է թատրոնում, որ լինելու է։ Եվ կրկին երկուսն էլ երիտասարդների կողմից։ Երկուսն էլ երիտասարդ, նախ նշեմ, չգիտեմ ինչու էսպես ստացվեց, այս տարի մեր առաջնախաղերի հեղինակները միայն Պարոն Ծատուրյանն է, որ Արական սեղի ներկայացուցիչ է, մինչ այդ Մերի Մարկարյանը իրականացրեց բեմադրություն, կոստյումով տղամարդիկ, այս տարի կանայք են ավելի շատ բեմադրություն իրականացնել, որի համար ես դա եմ շատ ուրախ։ Իսկ թատրոնում հայս երացող մշակութային կյանքը իրեն զգացնել է տալիս նաև ակադեմիայում տեսնում եք երիտասարդ ակտիվությունը երիտասարդների կողմից դեպի թատերական աշխարհ, ռեժիսուրա, դերասանություն։ Տեսեք, մասնաճյուղը արդեն, եթե չեմ սխալվում, 30 տարի է գործում է, այսօր ամբողջ թատրոնի 80% այդ մասնաճյուղի շրջանավարտներն են կադրային բանկն է կարելի ասել։ Եվ ասեմ, ոչ միայն Շիրակի մարզում, սա վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում տարբեր հեռուստատեսություններ, տարբեր թատրոններ Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։ Մենք ունենք շատ լավ ուսանողներ, ովքեր ավարտել են եւ տեղափոխվել են Երևան եւ տարբեր մարզեր։ Անձեն աչքով էլ պիտի տեսնես, որ Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են ու Երևանում են տարբեր պաշտոններ են զբաղեցնում հեռուստատեսությունում եւ թատրոններում եւ աշխատում են լավ ու շատ լավ։ Մենք չենք նեղանում իրենցից այն ուսանողներից, ովքեր գնում են, սա նորմալ է, եւ այդ կապը միշտ եղել է եւ հիմա էլ շարունակվում է, ես ինքս դասավանդում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում մասնաճյուղում եւ ուսանողները պարբերաբար պիտի, գիտեք, ինստիտուտում ակադեմիական կրթություն է, բայց դա դու պիտի գործնականի վերածես թատրոնում։ Իրենք պիտի միշտ թատրոնում լինեն ու միշտ ստեղծագործեն թատրոնի հետ համատեղ աշխատանքը շատ կարեւոր է։ Իսկ ինչ մնում է, արդյոք հետաքրքրում է սերնդին, որ դիմեն թատերական ինստիտուտ, շատ ուրախ եմ, որ այդ պատկերացումները փոխվել է։ Առաջարկ կերպ էին մտածում։ Իրենք մտածում էին, որ եթե ինչ-որ սերիալ է, երբ որ գալիս են ու հարցնում ենք, եթե սերիալ ես ուզում նկարվեցվի միայն, անիմաստ ես եկել։
Մենք ուրիշ կրթություն ենք տալիս։ Մեր կրթությունն ավելի խորն է ու ավելի ակադեմիական է, որովհետև այստեղ ավարտելուց հետո դուք կարողանաս հայտնվել այնտեղ, որտեղ պետք է ու ճիշտ տեղ է։ Ուրախ եմ, հետաքրքրություն կա երիտասարդները ու շատ ուրախ եմ, որ հատկապես իգական սեռի ներկայացուցիչների կողմից կա, որտեղ մենք մի քիչ պահպանողական քաղաք ենք, երբեմն ծնողներն ասում են, չէ, դերասանուի ուր գնաց լինեց, բայց շատ ուրախ եմ, որ այլ կերպ են մտածում։ Շնորհակալություն եւ ամփոփելով մեր զրույցը, ինչ է խոստանում, ինչ պատասխանատվությամբ է շարունակելու իր աշխատանքը 160-ամյա մեր թատրոնը։ Գիտեք ինչ է խոստանում, լինել ազնիվ Գյումրու թատրոնը։ Նախ յուրաքանչյուրս պիտի զբաղվենք մեր գործով։ Ես անչափ ուրախ եմ, նախ արդեն 1 տարի է թատրոն ունի նորանշանակ տնօրեն, ով է թատրոնից է եղել։ Ու երկար տարիներ այդտեղ է ու հոգատար է թատրոնի հանդեպ։ Վստահ եմ, որ մեր նորանշանակ տնօրենը շատ ազնիվ ու ճիշտ աշխատելու է ու աշխատելու է մեզանից լավ։ Թատրոնը միշտ պիտի կարողանա նայել անցյալին, գնահատել անցյալում եղած արժեքներն ու անհատներին եւ հիմա էլ պիտի շարունակի իր ուղիղ ճանապարհը, չշեղվի, զբաղվի միայն այն աշխատանքով, ինչ իրեն տրված է, իսկ դա վեհն է, առաքինին է։ Ես չեմ ասի տարբեր գործերի անուն չեմ ուզում տալ, թե մենք կբեմադրենք սա թե ինչ, բայց մենք կլինենք ազնիվ։ Մենք կլինենք շիտակ, մենք կհարգենք մեր երկիրը, մեր քաղաքը եւ կպահանջենք նաեւ խորհարգանք մեր թատրոնի հանդեպ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան ստացված զրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։